Արցախ հանրապետության։ Արցախի հանրապետության նախագահան հրամանագիր էր կայացրել, որտեղ գրել էր Սուսաննա Բեգլարյանին ազատել աշխատանքից։ Արցախ հանրապետության որոշ պետական ծառայողների։ Երբեք ուզում եք իր կողքը կանգնեք, ինչ եմ ասում, որոշ, որովհետև պաշտոններ կար, որ չեր ազատել ինքը։ Բայց հիմնականում ասեք 95%։ Հիմա ձեզ չէր ազատել։ Չէ։ Իմ կարծիքով, որովհետև ես ինձ քաղաքապետարան աշխատակազմը նշանակում է կառավարության որոշումով ու ազատում է կառավարության որոշմամբ։ Այսինքն, քանի որ կառավարության որոշմամբ էր, հանրապետության նախագահան չէր կարող ձեր ազատել աշխատանքից։ Դուք էլ մինչև հիմա ասացիք արտադրության նախարարությունը գրանցված է որպես աշխատակազմ։ Այդ գրանցումը ես չեմ հասկանում, ո՞նց է գրանցված։ Այն ժամանակ, որ աշխատակազմի ղեկավար է Ստեփանակերտում, գործում էր ամեն ինչը։ Էլի ենթակա էր Երևանում արտադրության նախարարություն գրանցման դա։ Չէ, ոչ թե Երևանում, այլ երևի թե համակցված է ծրագրերը եղել։ Ինչ ծրագրեր, Մալբրի բան, այն չէ։ Մալբրի չէ, արտադրության նախարարության ինչ-որ մեկի։ Պետռեգիստրի ավելի ճիշտ։ Իսկ հիմա ո՞նց պետք է դադարեր է ձեր գրանցումը արտադրության նախարարություն, որ ասում եք մինչև հիմա գրանցված է։ Չեմ կարող ասել ճիշտ ասած։ Իսկ դուք ինչ գիտեք, որ մինչև հիմա գրանցված է։ Ասեմ, ես մի քանի սկրինշոթ եմ արել։ Ռոատ պոլիս որ մտնում ենք, որպես աշխատակազմի ղեկավար ինձ ապերում, Citizen բանկա կենտրոնացված մտնում եմ, դրել հստակ գրած է, լուծարված է ոչ։ Այսինքն այդ ռոատ պոլիսը ինչ է, վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերն է բերում, այո, հա, այդ հավելված որպես երբ որ գույքի տնօրինով, սենց ասեմ, աշխատակազմի, դուշ տուգանքը ինձ են տուգանքի ենթարկում։ Քանի որ այդ ավտոմեքենան գրանցված է քաղաքապետարանի անվամբ, հիմա այդ տուգանքը դուք եք լուծում։ Չօգտագործող, բայց ինձ վրա է գալիս տեղեկացնում եմ, որ սենց բան է։ Որ չմուծի, ես պետք է լուծեմ։ Սպանունեք դատական քաշքշուկի մեջ։ Հիմա մինչև հիմա այդ ավտոմեքենաներ կան, հաշվառված են ձեր անվամբ, հա, այդպես հասկացա։ Հա։ Ես լիազորված եմ ու մտնում եմ, շահագործող լրացնում։ Այ, ես կուզեմ պարոն դատախազի հարցը շարունակեմ։ Ինքն ասեց, դուք փաստաթղթեր եք ստորագրել, չգիտեմ ինչ։ Նախաքննության ընթացքում ձեզ փաստաթղթեր քննիչը ներկայացրել, հա։ Ցույց է։ Ինչ է ցույց տվել։ Այդ իմ կողմից ստորագրված է տեղեկատվերը։ Քանի փաստաթուղթ է եղել մոտալ։ 4 կամ 5։ Այ այն տվյալները, որոնք որ հայտնել եք, այդ ինչ-որ մեկը խոսում է դահլիճում։ Այն տվյալները ավտոմեքենաների անհատականացման տվյալները, որ փաստաթուղթը նայել եք, ասել եք, դրանք իրականության համապատասխանում, հա։ Հիմա Դավիթ Սարգսյանը ում է լիազորագիր տվել այդ Toyota Helix-ի վերաբերյալ։ Չեմ կարող ասել։ Դուք տեղյակ չեք։ Դուք այդպիսի փաստաթուղթ չեք տեսել։ Չեք տեսել։ Այդ քաղաքապետի կողմից շահագործվող ավտոմեքենայի պետհամարանիշները կհիշեք։ 10-90։ Տարրը։ Տարրը չեմ սխալում, այս է։ Սենց այ, հա ոնց որ։ Այդ միշտ շահագործվել է քաղաքապետի կողմից։ Հիմա ում կողմից է շահագործվում։ Հիմա չեմ կարող, եթե չեմ կամ չի շահագործում այս բանը։ Այդ ավտոմեքենան չի շահագործում։ Նա օտարվել է, չէ՞։
Ում ա օտարվել։ Դուք, որ Արցախում աշխատում էիք, այն ժամանակ էլ էր տեղեկանքներ տրամադրվում, որ գույքահարկը վճարված է կամ պարտք չկա գույքահարկի մասով։ Այս նույն ավտոմեքենաների վերաբերյալ։ Չէ, նույն ավտոմեքենաների չէ, ոչ։ Այսինքն այդ ձևանմուշը, որը որ ընդերից վերել եք, ոչ ուրիշ ավտոմեքենաների մասով է եղել։ Ընդհանուր հա, ձևական։ Իսկ ինչի էր անհրաժեշտություն առաջանում այդպիսի տեղեկանք տրամադրելու։ Պարտադիր պահանջում էր բանը, աշխատանքական բաժինը։ Առանց դրան գործակ չէր անում։ Այսինքն մի սեփականատերը պետք է ներկայացներ տեղեկանք, որ այդ ավտոյի նկատմամբ պարտավորություն չկա, որպեսզի հնարավոր լիներ գործարք կազմակերպել։ Հիմա այս ավտոմեքենաները, քանի որ որևէ գործարքի խնդիր չկար, պատկանում էր կոնկրետ կազմակերպությունների, դրանք չեն իրացվել։ Դրա համար այս տեղեկանք չի տրվել, հա, ընդեղ։ Այո։ Իսկ չի եղել, որ այդ նույն ընկերության բալանսում էլի մեքենա լինի, որը օտարվի։ Ընդեղ։ Իմ օրոք չէ։ Միգուցե եղել է, ասենք հավաքանին է որոշում, էլի էդի համայնքով ոչ թե աշխատակազմով։ Ինչն է հավաքանին որոշում։ Այդ գույքը տնօրինում է համայնքի գույքը հավաքանի անդամները, դրա համար իրանք են լիազորված։ Ես չունեմ հարցեր։ Մի հարցի։ Տվեք, պարոն։ Դուք նշեցիք, ճիշտ ասած, ես առհասարակ պատկերացում չունեմ, ընդհանուր խանձիզմը սա Ստեփանակերտում բացառական Մի քիչ բարձր հանրապետություն տեղափոխված պաշտոնական անձանց այս բանը նշանակում են լիազորությունների դադարեցնելու զարգացումը, բայց քանի որ պատասխանեցիք ստեղծան շամիկի ներում այդ պատասխանը դա արտադրական իմաստով որտեղ է տեղեկատվությունը չդիրավորվում ես որովհետև եթե նույնիսկ ձեր ասած տրամաբանությամբ նախագահը պաշտոնից որոշ անձանց չէ ես նշեցի արդեն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնից ազատել է որոշ մարդիկ Այդտեղ ազատ է, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում ազատ է։ Օգտոբեր ամսից։ Այ ենթադրում այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, որ որոշ մասը ազատված չի։ Այդ թվում ճիշտ հասկացա նաև դուք այդ հետևության եկել, որ դուք դեռևս ձեր պաշտոնը կարեցիք։ Չէ, կներեք էլի, ինքն ասում է ինձ չէր կարող ազատել, քանի որ ինձ կառավարությունն է նշանակում։ Ինքը այդ տրամաբանությամբ պատճառաբանություն, որտեղ երևույթ չէ իրապետում պարամետրերս ստեղ գտնվելու պայմաններում, այ դուք և մյուս անձինք, ովքեր որ ըստ ձեզ չեն ազատվել նրանց զբաղեցրած պաշտոններից, բացի համայնքի գույքը խոսքի մեքենաներից, այս պրոցեսում գործառույթներ իրականացնել։ Կնշեք ինչ-որ բան, որը որ ինչ-որ գործառույթ, գործունեություն, որ պաշտոնից ողել։ Օրինակ դուք կամ հայրանձին Հայաստանի Հանրապետությունի ընթացքում ի պաշտոն է արել են որոշակի գործառույթներ, կոնկրետ Հա, ասենք օրինակ աշխատողները աշխատանքային գույքեր են տարածվել։ Ինչ է կարել։ Աշխատանքային գույքեր, այդ որ նախագահի հրամանագրով ազատվել են աշխատանքից։ Դրացրել ենք, փակել ենք, այդ մի հատ գործառույթ, որը որ ստեղծել ենք։
Դուք եք ստորագրել, հա, դրա տակ, կնիք եք դրել։ Այո։ Այսինքն, ես պահում կարող եմ արձանագրել, որ որպես համայնք ձեր մասին ավելի ստացվող, որպես համայնք և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված համայնքի բնակիչների շահերը, նաև չէ, որը Հայաստանի Հանրապետություն ստեղ շարունակել եք ապահովել և ապահովել։ Ուրիշ հիշեցիք գործառույթ, ձեր հետ կապված չէ, միգուցե այլ աշխատանքարարեցիք։ Օրինակ կարող ենք նշել վերջնահաշվարկներն են հաշվառել։ Սեպտեմբեր ամսվա աշխատամարտը վճարել։ Չէ, կոնկրետ գործառույթում գործառույթ աշխատակազմը ղեկավարի գործառույթ այս։ Օրինակ լավ աշխատողները դեպքում ինչ են արել։ Իսկ մի գործառույթները իրականացրել են ինչ-որ ասենք մշակույթի բաժինը ստեղ ինչ գործառույթ է։ Բացում ավելի շատ մշակույթի բաժին։ Չէ, օրինակ ասեցի։ Բացի շրջանակների դուրս, բայց մշակույթը կունենար ավելի շատ։ Բոլոր դեպքերում Ես էլ եմ համամիտ պարոն Դատախազի, հենց բերի մշակույթի բաժինն ավելի շատ անելիք։ լավ է դեպքում նաև պարոն Սարգսյանի հուսալված որոշակի գործառույթ ուրիշ էր, որպես քաղաքապետ Հայաստանի Հանրապետությունում որոշակի գործառույթով նորոգվեց որպես քաղաքապետ իհարկե։ Չեմ կարող նշել։ Բայց այն որ 100-ով այն առասկզբի ժամանակները Հարցը վերաբերում առավելապես չեմ տարանջատել չեմ կարող տարբերակում գերագնահատում մյուսը կամ մյուսը բովանդակային առումով Այս բանը չեմ կարող առումով էլ առավելապես բովանդակային Այս բանը չեմ կարող Ես երկու հարցեր դատախազին Շնորհակալություն այլ շարունակելով Դատախազի հարցը քաղաքապաշտպանությունը ով է իրականացնում Ստեփանակերտ Այ քաղաքապաշտպանության պետը Ստեփանակերտի Հասկացա, քաղաքապաշտպանությունը իրականացած լինելու, քաղաքապաշտպանությանը մասնակցած անձանց այդ պաշտպանությանը մասնակցած լինելու վերաբերյալ բովանդակության տեղեկանքներ Հայաստանի Հանրապետություն կազմը եւ տվել է օրինակ, այսինչ անձը մասնակցել է քաղաքապաշտպանությանը, այսինչ ավտոմեքենան գտնվել է այս հատվածում եւ այլն եւ այլն։ Սա այլ է պաշտոնական գործառույթներ, որոնք իրականացել են պաշտպանության մասով այո։ Շնորհակալություն։ Խոսքը վերաբերում է, որ հրամանագրի վերաբերյալ հողում կատարեցի։ Խոսքը վերաբերում է նախագահի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագրին, որով պետական բոլոր պաշտոնյաները բացառությամբ որոշակի անձանց դրան վերաբերել։ Շնորհակալություն, այս հրամանագրի բովանդակությանը հոսքարան եւ վերջին հարցս դու հարցերի բովանդակություն։ Նայեք, Ստեփանակերտի քաղաքային համայնքը ուներ բյուջե։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ բնականաբար բյուջեն զորայացված չէ։ Ոչ։ Կային միջոցներ։ Այդ միջոցները ներկայությամբ ով ատնօրին ու տիրապետում։ Համայնքի։ Հա, համայնքը օրինակ Համայնքի հասկացա, բայց ունի տիրապետելու հնարավորություն։ Օրինակ ինչքան բյուջե հաշվում օրինակ 1 միլիոն դրամ կա, պայմանական ենթադրել։ Ինչքան կա։ Ֆինանսիստին թողել եք Ասենց պատվարժանդարն այսա կպարզաբան ինչու է ստացել։ Ինչի որ հստակ չեմ կարող ասել, բայց մոտավոր մի 8 միլիոն։ շատ կա ավելի։ Այդ 8 միլիոն դրամը այս պայմանությամբ դուք տիրապետելու հնարավորություն չունեք։ Ո՞վ է տիրապետում, ինչու չունեք։ Հաշիվները փակած են։ Ում կողմից է փակված։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ համայնքի այդ գույքի նկատմամբ դրամական միջոցների նկատմամբ հետաքրքրություն ներկայացրել է, ճիշտ եմ հասկանում։ Հասարակությունը կամ պետությունը խոսքը վերաբերում է Հայաստանի Հայաստանի Հանրապետության հասարակությունը կամ պետությունը կոնկրետ մեքենաների նկատմամբ, բայց ինչ որ հետաքրքրություն ներկայացրել է։ Այսինքն դրամական միջոցների նկատմամբ ներկայացրել է դրանք ըստեյության դեր արգելանք, դա, բայց նույնը չի արել մեքենաների մասով, ճիշտ եմ հասկանում։ Ստեփանակերտի որևէ բնակիչ կամ Արցախ հանրապետության որևէ բնակիչ, ով Հայաստանի Հանրապետություն ունի փաստարկի կարգավիճակ 1 Հայաստանի Հանրապետության լիազոր որևէ մարմին, ցանկացած պետական կառավարչական բնակիչ ներկայացուցիչ է դու նաև գործադիր մարմնի ղեկավարը, կամ Հայաստանի Հանրապետության որևէ բնակիչ, կամ հասարակության որևէ անդամ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց ի վեր այդ ավտոմեքենաների նկատմամբ
խոսքը կրկին գրում եմ վերաբերում անգամ Ստեփանակերտի ցանկացած քաղաքացու։ Ինչ որ մեկը եղել է, որ ձեզ դիմի ասել ավտոմեքենան օրինակ ինչ ենք անել։ Ոչ։ Չի եղել։ Շնորհակալություն։ Ես մի հարց ունեմ։ Տվեք։ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում նշեցիք, որ աշխատանքի ընթացքում որպես Ստեփանակերտի հաստատակազմի ղեկավար 2020 թվականին։ Այս ընթացքում օգոստոս։ Այս ընթացքում եղել է որևէ դեպք, երբ որ Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված միջոցներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված միջոցներով ձեռք բերված լինի որևէ ավտոմեքենա։ Ոչ։ Մի հարց եթե կարել Տվեք։ Երիցան հանգամանք նշեց դրանից։ Տվեք։ Այսինքն նշեցիք, որ բյուջեում որոշակի գումար մոտ 8 միլիոն էական չկիլովատի սարամասի որը որ Հայաստանի Հանրապետության կողմից այդ որոշակի Արգելանքա դրվել է այստեղ։ Ձեր պատկերացումը ուզում հասկանամ առհասարակ այս հատուկ դիմացությունները ուշամասում ձեր պատկերացումները որպես աշխատակազմի ղեկավար նախկին եւ որոշակի պաշտոնացած եթե արգելակումները չլիներ Հայաստանի Հանրապետությունը այդ բյուջեն ինչ ուղղություններով հնարավոր ըստ ձեզ ինչ հնարավոր աշխատավարձերի մասին չեն դրա մասին արդեն նշեցի Որը ինչ կարելի է անել։ Որպեսզի որպես համայնքի կարիքներին ուղղված այդ միջոցները։ Երևի պարտավորությունները։ Ինչ պարտավորություն։ Այսինքն մարդիկ շինարարություն են արել Ստեփանակերտ օգնության տրամաբանություն դրամացի որպեսզի համայնքի արդեն ըստ ձեզ հնարավոր է ինչ-որ ձևով դա Եթե հավաքանը որոշում է ուղղությունն է ուզում հասկանում որը մի հատ օրինակ բերեք որ այս իրավիճակում որպես համայնք եւ սա իր բյուջեն է որը արգելակված չի որևէ ձևով համայնքը կարող է որոշել եւ դա Դե նայած ինչ հոդվածում է եղել այդ գումարը ասենք որ ծախսային հոդվածներ մի հատ չեն Ու ասեց էլի ասում օրինակ շինարարություն է արել Չէ, ստեղ Ստեղ են արել Դա նայած շինարարությունը պահանջ ասել դու մարս տվեք Ուրիշ օրինակ Չունեմ այլ հարցեր Մի հատ էլ ես հասկանում Ուզում եք ես գնամ դուք հարցեր Հարցը այլ է ուղղակի առաջանում Տեսեք, այ օգնության մասին է խոսում Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարը կամ այլ անձիկ, որոնց վերաբերյալ դուք մի հատ էսպես ճշտով հաշվան հետո շարունակեք, բայց հայոտահայլություն Այդ մի հատ չեղավ Պարոն Երիցյան, մի հատ հարց Սա կարևոր հարց է, պատվաժան դա Բոլորն էլ կարևոր են հարցը հարցը Բայց հայոտահայլությունից այլ ավտոմեքենաներով տարբեր են Հիմա այ ում ու տարբեր են այդ ավտոմեքենաները, ում է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարը Որևէ ձևով տարբերվում է Ստեփանակերտի այլ բնակիչներից, այսինքն նրանք ունեին որևէ այլ արտոնություն, օրինակ համայնքը նրանց տնով ապահովում է, չգիտեմ, այսինքն կարելի է արձանագրել, որ նրանք էլ ունեին օգնության հետ ներկայ, չունեն։ Ազատիկ շնորհակալություն։ Ես մկանի